Բարձր սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր արդեն մարտի 11-ն է, շատ հետաքրքիր եւ կարեւոր հաղորդում ունենք։ Ճիշտ է, հիմնական թեման կրկին Իրանն է եւ Իրանի շուրջ այս անգամ շատ ավելի կարեւոր կարծում եմ հարց ունենք քննարկելու, քանի որ հետաքրքիր զարգացում է ստանում այս պատերազմը, բայց նախքան դա Հայաստանից էլ խոսելիք կա, գիտեք, Նիկոլ Փաշինյանը գտնվում է Ֆրանսիայում, նա արդեն իսկ այցելել է Ելիսեյան պալատ, հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, շատ կարևոր քննարկում են ունեցել, նաև մինչև դա հաղորդագրություններ ունենք, որ Փաշինյանը եւ Մակրոնը մտքեր են փոխանակել տարածաշրջանում զարգացումների շուրջ, երկուստ էլ կարևոր են տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդման միտված հետևողական ջանքերի շարունակությունը։ Դրանց բացի Փաշինյանը եւ Մակրոնը քննարկել են հայ-ֆրանսիական հարաբերությունները, թե ինչպես կարելի է ավելի խորացնել հայ-ֆրանսիական հարաբերությունները, բայց անկեղծ ասած մենք սպասում ենք ռազմավարական փաստաթղթի ստորագրման արարողությանը, դա ամենակարևորն է, ես մեկ անգամ չէ, որ այստեղից խոսել եմ դրա մասին։ Արադ Միրզոյանը նույնպես Հայաստանի արտգործնախարարը հանդիպել էր ֆրանսիացի գործընկերոջ հետ, դա ևս չափազանց կարևոր է, դրանից բացի հանդիպում է նա ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալի հետ եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել են հայ-ամերիկյան ռազմավարական հարաբերությունների խորացումը, ինչպես նաեւ ռեգիոնալ ենթակառուցվածքներին վերաբերող ծրագրեր են քննարկել։ Դե պարզ է, որ հիմնական քննարկման թեման եղել է TRIP ծրագիրը, բայց ինչպես ես արդեն երեք նշեցի, շատ կարևոր էր Հայաստանի արտաքին հետախուզության կողմից տարածված այդ տեղեկատվությունը, ճիշտ է բոլորը ամեն շատ պարզ գիտեն, բայց այդ մարմինը, երբ որ տարածում է նման տեղեկատվություն, դա չափազանց կարևոր է, դա արդեն նշանակում է հստակ, որ արտաքին հետախուզությունը զբաղվել է այդ հարցով կոնկրետ եւ հայտնաբերել է այն, որ իրոք Ռուսաստանի Դաշնությունը իրենց հատուկ ծառայությունները անունը չի տրված Ռուսաստանի Դաշնության, բայց բոլորը շատ պարզ գիտեն։ Դրանց պարզ էլ ով ինչ ասի։ Մեծ միջոցներ են գործադրում, որպեսզի ստիպեն հայ գործարարներին Ռուսաստանի Դաշնությունում եւ մեծ փողեր ծախսեն, որպեսզի կարողանան Հայաստանում ընտրությունների վրա շատ լուրջ ազդեցություն ունենալ։ Չեք պատկերացնում, ահռելի մեծ միջոցներ են ծախսվում, ես էլ ունեմ որոշակի տեղեկատվություն այդ մասին, ինչքանով որ կարողանում եմ կիսվում եմ եւ մենք ուղղակի պետք է այդ ամենին հակազդենք, քանի որ մեզ պետք չի նշանակովի կառավարություն Հայաստանում։ Այն էլ Ռուսաստանից նշանակովի կառավարություն, որով որ Հայաստանը վերջնականապես կկորցնի իր անկախությունը եւ ինքնիշխանությունը։ Մենք չենք ուզում, չէ՞, Ռուսաստանում նշանակովի կառավարություն ունենալ եւ իրենց էլ պետք է հասկացնենք, ստիպենք, պարտադրենք, որ իրենք էլ հրաժարվեն Հայաստանում նշանակովի կառավարություն ունենալու գաղափարից եւ ծրագրից։ Եվ յուրաքանչյուր հայ, որը ունի արժանապատվություն, լինի դա գործարար թե ինչ, պետք է մի ձև գտնի, որպեսզի խուսափի այդ ամենից։ Պետք է թողնի ամեն ինչ եւ վերադառնա Հայաստանի Հանրապետություն։ Դա ամենալավ եւ ճիշտ որոշումը կլինի, պատվի եւ թասիբի հարց է 5000 տարվա ազգի ներկայացուցիչի համար։ Ես այդպես եմ համարում, ճիշտ է, հեշտ է կարող խոսելը, նման որոշումներ կայացնելը իրականում կարող է շատ դժվար լինի իրենց համար, բայց յուրաքանչյուր նորմալ հայ պետք է ինչ-որ մի ձև գտնի, որպեսզի հրաժարվի այդ ծրագրին մասնակից դառնալուց։ Ինչ-որ մի ձև, շատ ավելի пассив դառնա, հնարավորություններ գտնի դրա համար, որպեսզի ավելի пассив դառնալով չնպաստի, որ իրեն օգտագործեն եւ իրեն միջոցով, այսինքն այդպիսի մարդիկ կարող է լինեն հարյուրավորը ինչ-որ բան փորձեն փոխել Հայաստանում։ Բայց ամենամեծ անելիքը բնականաբար պատկանում է Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգին եւ Հայաստանի իշխանություններին։ Երեք շատ կարևոր տեղեկություն նաև ստացան այն մասին, որ քրեական վարույթի շրջանակներում Ալեքսանդր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի պատմումների մասով։ Ես հիշում եմ տարիներ առաջ, երբ որ
Հայաստանից մեկը գալիս էր մեր մոտ, օրինակի համար Ջավախ, խոսում էր, թե ով է Ալեքսանդր Սարգսյանը, ինչպես է Հայաստանը կիսկսել, մասնատել եւ ամեն ինչի մեջ փայբաժին ունի 50%-ի փայը մտել։ Այսինքն բոլորը խոսում էին Ալեքսանդր Սարգսյանի մասին, բայց այդ Ալեքսանդր Սարգսյանը մինչև հիմա ազատության մեջ էր եւ որևիցե խնդիր, կարծես թե շատ լուրջ խնդիր չի ունեցել եւ այս տեղեկությունը եւ այս չափազանց կարեւոր է արդարության վերականգնման տեսանկյունից, եթե իրոք այդ մարդը ում մասին այդպիսի լուրջ լեգենդներ էին պատտում Հայաստանում եւ Հայաստանից դուրս էր գալիս այդ լեգենդը, պատիմաստով իրոք պետք է պատասխանատվության ենթարկվի, եթե դա այդպես է։ Իսկ կրկնեմ, մենք ամեն օրվա ռեժիմով Հայաստանից ցանկացած այցելուից, Հայաստանից ցանկացած Ջավախ այցելուից մենք տեղեկանում ենք այդպիսի լեգենդների մասին։ Շարունակենք մեր հաղորդումը եւ կարեւոր է որ եւ չափազանց կարեւոր է անդրադառնալ մեկ հարցի, երեք տեղեկություն ստացվեց, որ Նախիջևանի սահմանադրությունից Իլհամ Ալիևը հանել է Կարսի հիշատակումը, Կարսի պայմանագրի վրա հղումը եւ դա ինչ է նշանակում։ Սա նշանակում է այն, որ ինքը ընդհանրապես կապը ուզում է խզել Կարսի պայմանագրի հետ Նախիջևանը եւ նաեւ մեկ կարևոր քայլ է կատարում, որպեսզի Նախիջևանը զրկի ինքնավարությունից։ Կասեք թե ինչ կապ ունի այդ ամենը մեզ համար, այս պահի դրությամբ մեծ հաշվով շատ կապ չունի, բայց իրականում Ալիևը փորձում է ամրապնդել Նախիջևանի վրա Ադրբեջանի սուվերենությունը, Ադրբեջանի անկախությունը, ուզում է ավելի ամրապնդել այդ տարածքի վրա, այսինքն շատ նպատակաուղղված հստակ քայլերով ինքը գնում է առաջ։ Եվ այդ հարձակումն էլ Նախիջևանի օդանավակայանի վրա լավ հարմար առիթ տվեց նրան այդ ամենը իրականացնելու համար։ Իմիջայլոց տեսնում եմ էլի տարբեր փորձագետների քննարկումներ, բայց երբ որ տեսնում ես լուրջ փորձագետների հարցազրույցներ, քննարկումներ, ոչ լրագրողների, որոնք որ դարձել են հիմա վերլուծաբան կամ չոր հաղորդավարների, որոնք որ սիրում են այս կողմ այն կողմ մարդկանց վիրավորը շատ են ցավոք սերտի, ես անուններ չեմ տա եւ ցանկություն էլ չունեմ, բայց երբ որ տեսնում ես լուրջ փորձագետների քննարկումները, տեսնում ես, որ իրենք էլ նմանակարծիք են, որ իրոք լուրջ սպառնալիքներ եւ վտանգներ կան Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից։ Օրինակի համար երեք մի պահ լսեցի շատ հարգարժան Ստեփան Գրիգորյանին, ով իրոք Հայաստանի ամենալուրջ վերլուծաբաններից մեկն է, փորձագետներից մեկն է, նա էլ հստակ այդ կարծիքին էր, նաեւ Իրանի մասով հստակ կարծիք էր հայտնում, որ իրոք հիմա խճճված է ամեն ինչ Իրանի շուրջ եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները վերջնական կարծես թե չեն տեսնում, թե ինչ են իրականացնելու Իրանի ուղղությամբ, ինչ են անելու հետագայում։ Այդ մասն էլ մենք անպայման կխոսենք։ Հարցը այն է, որ երեք ադրբեջանական արդեն լրատվամիջոցները փորձեցին ներկայացնել այդ հումանիտար օգնությունը Իրանին, այնպես որ տեսեք, իրենք մեր վրա հարձակվում են, բայց մենք ինչքան մեծահոգի ենք եւ մեծահոգաբար իրենց հումանիտար օգնություն ենք տրամադրում, բայց Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտպանեց Թուրքիային, երբ որ հերթական հերթիրա մտավ Թուրքիայի օդային տարածք։ Ալիևն էլ զանգահարեց Էրդողանին։ Եվ դրա համար ես շարունակում եմ հստակ պնդել այն, որ Ադրբեջանը եւ Թուրքիան սպասում են շատ հարմար պահի։ Այս պահի դրությամբ կարծես թե իրենց սպասելիքները կարող է չիրականանա եւ իրենք դա շատ լավ հասկացել են, քանի որ լուրջ փոփոխություններ է հիմա տեղի ունենում Իրանի շուրջ, Թրամփն էլ 2-3 օր առաջ խոսում էր Իրանի հնարավոր մասնատումից, հիմա տեսնում ենք, որ իր հայտարարություններով խճճվել է, Իրանը պահանջներ է առաջ քաշում Ամերիկայի Միացյալ Նահանգներից, բայց ինքը Թրամփը կրկին խոսում է պայմանավորվելու շուրջ։ Այսինքն ասում է, հա, արի պայմանավորվենք, Թրամփն է ասում, բայց Իրանից ասում են, որ դուք պետք է փոխհատուցեք մեզ, որ մենք կարողանանք պայմանավորվել, էլի մի քանի պայմաններ են ներկայացնում, մենք հիմա փորձենք գտնել եւ ասենք թե ինչ պայմաններ է առաջ քաշում Իրանը։ Պատերազմի չէ վերսկսել, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է հստակ պարտավորություն վերցնեն իրենց վրա, որ պատերազմը այլևս
չեն վերսկսի Իրանի նկատմամբ, Իրանը կստանա միջուկային վառելիքի ամբողջական ցիկլ, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է փոխհատուցում տա Իրանին, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգներից փոխհատուցում են պահանջում։ Դա նշանակում է այն, որ իրանցիները համարում են այս պահի դրությամբ, համարում են, որ իրենք հաղթանակ են տարել Ամերիկայի Միացյալ Նահանգների նկատմամբ, բայց որպես կոմպրոմիս պատրաստ են հասկացնել են տալիս, որ պատրաստ են հրաժարվել իրենց ատոմային ծրագրից։ Բայց մենք հստակ գիտենք, որ դա այդքան էլ այդպես չէ։ Իրանը շատ լուրջ ձևով հիմա ավիրված է, բառից տուն իմաստով ավիրված է, բայց նույն ժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգները չէին սպասում, որ Իրանը կարողանա այսպիսի լուրջ հակազդեցություն ցույց տալ։ Մինչև հիմա Իրանը հակազդեցություն է լուրջ ցուցաբերում եւ դրանից բացի ռեժիմը Իրանում չփլուզվեց։ Ամերիկայի Միացյալ Նահանգները փաստացի ինչ որ չափով հասան իրենց նպատակին։ Ավելի ճիշտ ոչ թե հասան Իսրայելի նպատակին։ Կարողացան իրականացնել Իսրայելի ցանկությունները, ոչնչացնել հրթիռային կարողությունները հիմնականում, ոչ ամբողջովին, մինչև հիմա Իրանը դեռ հարվածներ է հասցնում Պարսից ծոցի երկրներին եւ Իսրայելի ուղղությամբ նույնպես։ Ճիշտ է, դրանց քանակը նվազել են, բայց այնուամենայնիվ մարդիկ են զոհվում եւ ոչ միայն Իսրայելում մարդիկ են զոհվում իրանական հրթիռներից եւ անօթաչու սարքերից։ Դրանից բացի Ամերիկայի Միացյալ Նահանգների զինվորականներ են նույնպես սպանվում եւ վիրավորվում։ Reuters-ի տեղեկություններով վերջին հարվածների ընթացքում իրանական Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից վիրավորում է ստացել 150 զինվորական։ Բայց հետաքրքիր այն է, որ դեմոկրատ սենատորներից մեկը Ռիչարդ Բլումենթալը Իրանի հարցով քննարկումներից հետո, գաղտնի քննարկումներից հետո դուրս է եկել եւ ասել է, որ սարքացումները տանում են նրան, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ցամաքային գործողություններ կարող է իրականացնել Իրանում։ Եվ ոչ միայն այս սենատորն է նման հայտարարությամբ հանդես եկել, էլի կան նման հայտարարություններ, որոնք որ արվում են Ամերիկայի Միացյալ Նահանգներից, թե իբր Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող է ռազմական կոնկրետ ցամաքային գործողությունների դիմի Իրանում, քանի որ իրենք չեն հասել իրենց նպատակին։ Իսկ նպատակը Ամերիկայի Միացյալ Նահանգների պարզ է, այսինքն այն նպատակը, որը որ բխում է Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերից, դա բխում է նաև մեր շահերից։ Դա Իրանում ռեժիմի փոփոխությունն է։ Ռեժիմի փոփոխությունը ուղղակի դեռիվ այլ սցենարով սկսեց գնալ այս պատերազմը, դրա համար ամեն ինչ խճճվեց, նույնիսկ վտանգներ մի պահ առաջացան Իրանի մասնատման համար, լավ որ հիմա Թրամփը գոնե այդ մասին չի խոսում, դրանից էին ոգևորվել ադրբեջանցիները, դրանից էր ոգևորվել Ալիևը, հենց դրանից էր ոգևորվել։ Հիմա որ դրա մասին չի խոսում, լավ է, բայց Թրամփը ամեն ինչ կարող է խոսել միշտ իր հայտարարությունները փոխում է։ Մենք հիմա ստիպված ենք նայել, թե իրականում ինչ է տեղի ունենում հողի վրա, իսկ տեղի ունենում այն, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Իսրայելի հետ արդեն հարված են սկսել հասցնել Իրանի էներգետիկ համակարգին նույնպես։ Ամերիկայի Միացյալ Նահանգները դեմ էին Իսրայելի այդ գործողություններին, բայց հիմա արդեն ստիպված միանում են։ Տեղեկություն 3 տարածվեց այն մասին, որ Հորմուզի նեղուցը ականապատվել է Իրանի կողմից, հետո ասում էին, չէ, հնարավոր նման բան չկա, բայց այսօր արդեն Թրամփը հանդես եկավ հայտարարությամբ, որ եթե նման բան կա եւ Իրանը չականազերծի Հորմուզի նեղուցը, շատ վատ հետևանքներ դա կլինի Իրանի համար։ Հրեաները նշում են հատուկ այնպիսի օբյեկտներ Իրանում, որոնց որ հարվածելու պարագայում Իրանը կարող է հայտնվել քարեդարում։ Դեռ տարիներ առաջ, երբ որ լսում էի իրենց փորձագետներին հստակ մատնանշում են, թե որ նավահանգստին պետք է հարվածել, որ նավթային օբյեկտներին, նավթի վերամշակման գործարանին, էլեկտրական էներգիայի, ինչպես պետք է ոչնչացնել էլեկտրական էներգիայի արտադրությունը, ջրամատակարարումը եւ այլն, այսինքն լուրջ եւ շատ դաժան վատ ծրագրեր ունեն նրանք Իրանի մասով։ Հիմա հարցը այն է, թե ինչ են ստիպում Թրամփին անել այդ ամենի հետ։ Ես կրկնեմ, իմ միակ պատկերացումը, ցանկությունը, որը բախում է Հայաստանի Հանրապետության շահերից, դա այն է, որ այս պատերազմը ավարտվի
Իրանում նորմալ իշխանափոխության, բայց նույն ժամանակ չվնասվի Իրանի էներգետիկ եւ ենթակառուցվածքային այդ կարևոր համակարգ, քանի որ դա վնաս է նաեւ մեզ համար, ինչպես վնաս է շատ ավելի վնաս է Իրանի մասնատումը, այսինքն ամեն ինչ չէ, որ ինչ ձեռնտու է Իսրայելին, ձեռնտու է մեզ եւ շատ կարևոր է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն էլ հիմա դա հասկանան, որ այն ամենը ինչ ձեռնտու է Իսրայելին, անպայման չէ, որ ձեռնտու է Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Սա ասելով ես չեմ ասում, որ մենք չպետք է զարգացնենք հարաբերությունները Իսրայելի հետ, չէ, ես ճիշտ հակառակը միշտ ասել եմ, որ Իսրայելի նման երկրի հետ մենք պետք է ունենանք շատ լավ, լուրջ, խորը հարաբերություններ, բայց մենք պետք է հստակ հասկանանք որն է մեր շահերից բխում, իսկ ինչը չի բխում մեր շահերից։ Օրինակի համար, եթե պատերազմը այսպես ուղղակի ավարտվի, Ամերիկայի Միացյալ Նահանգները դադարեցնեն իրենց հարվածները հասցնել Իրանին եւ Իրանում ռեժիմ փոփոխություն տեղի չունենա, Իրանը կրկին կսկսի հարստացնել ուրանը ամիսներ կամ տարիներ անց, կսկսի շատ արագ վերականգնել իր հերթիրային եւ դրոնային ծրագիրը, այսինքն Թրամփը նույնիսկ միջանկյալ ընտրություններ չի ձգի, շատ լուրջ խնդիրներ կունենա եւ միանշանակ ավելի ռեալ կդառնա նրա նկատմամբ իմպիչմենտը, իսկ մենք Թրամփի հետ հիմա Թրամփը լավն է, վատն է, ինչ որա է, շատ լուրջ ծրագրեր են կապել հենց Թրամփի վարչակազմի հետ, բայց դա չի նշանակում, որ դեմոկրատների հետ չի ստացվի մեր մոտ, բայց Թրամփի վարչակազմի հետ շատ լուրջ ծրագրեր կան եւ կոնկրետ հայ-ադրբեջանական խաղաղության առումով նույնպես շատ լուրջ ծրագրեր կան եւ հիմա Թրամփի տապալումը միանշանակ մեզ ձեռնտու չէ, ինչքան էլ խելացնոր հայտարարություններ անում Դոնալդ Թրամփը, ինչքան էլ ոչ հավասարակշռված մարդու տպավորություն է թողնում փառասեր, ինքնասեր, բայց նույն ժամանակ այդ մարդը այս պահի դրությամբ մեզ ձեռնտու է։ Ես կարծում եմ խոսում եմ այնպես, ինչպես չի խոսում որևիցե մեկը, փորձում է ավելի լավ բացատրել այն ինչ կա։ Եվ այն, որ Իրանը չի ցանկանում հանձնվել, Իրանի այս իշխանությունները վկայում են իրենց հայտարարությունները, Լարիջանին էլ ասել է, որ մենք չենք վախենում իր սպառնալիքներից 20 անգամ ավելի հզոր հարված հասցնել, հիշել է թե ինչին ազգ հին քաղաքակրթություն է Իրանը, որ շատերը եկել եւ անցել են, ավելի հզորները, քան հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգներն են, բայց Իրանը կա եւ կլինի, հասկանում են իրենց զգացմունքները, ես էլ եմ մեկ-մեկ նման զգացմունքներ ունենում, բայց միայն զգացմունքներով չէ ախր միայն զգացմունքներով չէ եւ իրոք կարող է Իրանը ցավոք սրտի վերածվի Աֆղանստանի ասելով միայն Ամերիկայի Միացյալ Նահանգների ցամաքային գործողությունների նկատի չունեմ Աֆղանստան ասելով նաեւ այդ հետ ընկնելը ընդհանուր աշխարհից այս պատերազմի հետևանքով հին աշխարհում հայտնվելը եւ դա մեծ խնդիրներ է ստեղծելու մեզ համար մեծ խնդիրներ միայն փախստականների հարցը եթե վերցնենք կամ ոչ կայուն իրավիճակներ Իրանում միայն դա բավարար է այսինքն իմ ասածը այն է որ ըստ ինձ այս պահի դրությամբ Դոնալդ Թրամփը մի քանի սցենարի առջև է մենք հասկանում ենք որ Ամերիկայի Միացյալ Նահանգները տարիներ առաջ է նայում կարող է 50 տարի իրենք առաջ արդեն ծրագրեր ունեն թե ինչ պետք է անեն ինչ պետք է իրականացնեն բայց ամեն ինչ չես կարող 100%-ով կանխատեսել եւ ամեն ինչ չէ որ հստակ ծրագրով է ընթանում դրա համար այս պայմաններում այս իրավիճակում Ամերիկայի Միացյալ Նահանգները նոր որոշումներ են կայացնելու եւ այդ որոշումները կոնկրետ կարող է ազդեն Թրամփի լինել չլինելու վրա կարող է սահմանափակ ռազմական ցամաքային գործողություն իրականացնի Ամերիկայի Միացյալ Նահանգները գրավի կարևոր կղզիներից մեկը Իրանում դրանից բացի կարող է փորձեն հարստացված ուրանը դուրս հանել Իրանից, բայց ինչ որ գործողություն անպայման պետք է անեն, որպեսզի աշխարհով մեկ հայտարարեն նրա մասին, որ իրենք հաղթանակ են տարել։ Սակայն ամենակարևորը Ամերիկայի Միացյալ Նահանգների համար կապի խզումն է Իրանի եւ Չինաստանի, Իրանի եւ Ռուսաստանի միջև։ Ահա դա կստացվի իրականացնել թե չէ, ամենամեծ հարցը դա է։ Գիտեք նաև
Պուտինի եւ Թրամփի հեռախոսազրույցի մասին, դա եւս շատ բանի մասին է խոսել ենք այդ մասին նույնպես Վիտկոֆը երեք ասել է, որ ռուսական կողմը, այսինքն Պուտինը վստահեցրել է Թրամփին, թե իբր իրենք ռազմական տվյալներով չեն կիսվում Իրանի հետ, հետախուզական տվյալներ չեն տրամադրում Իրանին։ Հիմա հավատում են ամերիկացիները, թե չէ, սա ուրիշ հարց է, բայց քաղաքական մակարդակով այդպիսի հայտարարություններ են հնչում եւ թե Վիտկոֆն էլ որպես Ռուսաստանի մեծագույն սիրահար, Պուտինի մեծագույն սիրահար, ահա այդպիսի հայտարարություններ է անում։ Քանի որ խոսեցինք Վիտկոֆից, մի երկու խոսքով կարելի է անդրադառնալ ռուս-ուկրաինական պատերազմին, որից որ մենք վաղուց չենք խոսել։ Երեք Ուկրաինան կարողացել է հարվածել Բրյանսկի շրջանին, բավականին լուրջ մեծ ռուսական գործարանի է հարվածել, էլեկտրոնիկայի մեծ գործարանի, բայց ասում են, որ այնտեղ այդ հարվածների արդյունքում զոհեր կան։ Վիտկոֆը հայտարարել է, որ ամենայն հավանականությամբ հաջորդ շաբաթ արդեն հերթական բանակցությունները կունենան Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև, որոնց որ միջնորդ է Ամերիկայի Միացյալ Նահանգները, տեսկողներն է հայտարարում, որ այս պատերազմը Իրանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև չպետք է ազդի բանակցային գործընթացի վրա։ Հիմնականում այսքանը, սիրելի հայրենակիցներ, տեսնենք թե ինչպես կզարգանան իրադարձությունները, ամեն ինչ շատ արագ փոփոխվում է, շատ կարևոր է հասկանալ, թե հիմա ինչպիսի որոշումներ կայացնի Ամերիկայի Միացյալ Նահանգները Իրանի շուրջ։ Հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։